Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, մենք խոսում ենք ամենակարևորի մարդու առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, եւ քանի որ մենք աշխատում ենք ուղիղ եթերում, դուք նույնպես ունեք հնարավորություն զանգահարելու եւ ուղղելու ձեր հարցը այսօրվա մեր հյուրին, հիշեցնեմ մեր հեռախոսահամարը 54 89 34 եւ էլեկտրոնային փոստի հասցեն շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am, որով նույնպես կարող եք ուղարկել ձեր հարցերը։ Այսօր հարգելի հեռուստադիտողներ, մենք խոսելու ենք քրոնիկ տոնզիլիտի եւ ադենոիդ վեգետացիայի մասին, սրանք հիվանդություններ են, որոնց ավելի շատ հատկապես տոնզիլիտին մենք ծանոթ ենք անգինա տարբերակով եւ մեր տաղավարում է քիթ կոկորտ ականջաբան Արթուր Պողոսյանը, բայց մինչ հարցազրույցը փոքր ծանոթում։ Յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ անգինա է տարել։ Քմային նշիկների ավշային հյուսվածքի բորբոքումով ընթացող այս հիվանդությունը շատերի մոտ քրոնիկ բնույթ է կրում։ Թիրախում են հատկապես երեխաներն ու երիտասարդները։ Բժիշկները այն հաճախ քրոնիկական տոնզիլիտ են կոչում, որ սակայն չի ավարտվում նշիկների բորբոքումով։ Այնտեղային եւ ընդհանուր ախտանշանների բարդ համակցություն է, ընթանում է սրացումներով եւ ռեմիսիայի փուլերով։ Սննդի եւ ներշնչվող օդի հետ բերանի խոռոչ են թափանցում մի շարք միկրոօրգանիզմներ, որոնց արտազատած օտարածին սպիտակուցների եւ թույների ներծծման համար բավական հարմար են քմային նշիկները իրենց յուրահատուկ կառուցվածքով։ Նման պայմաններում հարաճում է ալերգիկ վիճակն ու բորբոքային հիվանդությունը զարգանում է ի պատասխան ոչ եւ սպეციფიկ գրգռմանը։ Օրինակ օրգանիզմի տեղային կամ ընդհանուր գերսառեցումը։ Այն առաջացնում է քմային նշիկների կամ հեռադիր օրգանների, երիկամների, սրտամկանի եւ հոդերի բորբոքում։ Ինչ անել տոնզիլիտը կանխարգելելու համար։ Որքան կապված են միմյանց հետ տոնզիլիտը եւ ադենոիդ վեգետացիան։ Որոնք են այս հիվանդությունների ախտորոշման վաղ մեթոդները ու ինչ են առաջարկում քիթ կոկորտ ականջաբանները դրանց բուժման համար։ Եվ այսպես շտապ օգնության տաղավարում այսօր քիթ կոկորտ ականջաբան Երևանի պետական բժշկական համալսարանի քիթ կոկորտ ականջաբանության ամբիոնի դասախոս Արթուր Պողոսյանն է եւ մենք խոսում ենք քրոնիկ տոնզիլիտի եւ ադենոիդ վեգետացիաների մասին, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ մեր հեռախոսահամարը 54 89 34, եթե դուք ունեք հարցեր այս թեմայով, զանգահարեք, ձեր հարցին նույնպես կպատասխանի բժիշկը։ Բարև ձեզ բժիշկ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին։ Սա այն թեման է, որ կարծես անսպառ է եւ որքան էլ խոսվի այս մասին, միևնույն է մարդկանց հարցերը շատ են լինում։ Ես առանձնացրել եմ նաև մի քանիսը, որ արդեն ստացել ենք էլեկտրոնային փոստով, բայց խնդրում եմ սկսենք նրանից, թե ի վերջո ինչ է այդ տոնզիլիտը։ Մի փոքր ծանոթման մեջ նշվեց, բայց ինչ է կատարվում օրգանիզմում քրոնիկ տոնզիլիտի ժամանակ իրականում։ Նախ շնորհակալ եմ հրավերքի համար։ Ծանոթման մեջ շատ ճիշտ գրագետ նշվեց, քրոնիկ տոնզիլիտը դա իրենց ներկայացնում է քմային նշիկների բորբոքում, որը մենք կարող ենք տարանջատել սուր եւ քրոնիկական, ինչպես նաեւ կոմպենսացված եւ ոչ դեկոմպենսացված տեսակների, որոնք ունեն տարբեր կլինիկական արտահայտություններ եւ բնականաբար դիագնոստիկ եւ բուժման տարբեր մոտեցումներ, կախված նրանց տեսակից եւ փուլից, հիվանդության կամ նշիկների վիճակի կոմպենսացիայի եւ կախված որ փուլում է գտնվում։ Երբ ասում ենք սուր եւ քրոնիկ, մենք կարծես արդեն մյուս հիվանդությունների մասին ինչ որ գիտելիքներ ունենալով պատկերացնում ենք, որ սուրի դեպքում ամեն ինչ շատ արագ է զարգանում, քրոնիկը ունենում է երկարատև բնույթ, պարբերաբար կրկնվող, իսկ ինչ է կոմպենսացված եւ ոչ կոմպենսացված տոնզիլիտը։ Նշիկների դեպքում սուրը դա մենք ենթադրում ենք արդեն անգինա կոչվածը, որը ավելի շատ բնակչության մեջ տարածված է անգինա անունով, իսկ քրոնիկ տոնզիլիտը դա հենց նշիկ այդպես էլ կոչվում է քրոնիկ տոնզիլիտ, կոմպենսացված, որը որ պարբերաբար պերմանենտ ընթացող քրոնիկ բորբոքում է եւ ինչպես անգինան այլ անվանում չունի։ Այո, այսինքն կոմպենսացվածը դա քրոնիկն է։ Այո։ Եվ արտահայտվում է պարբերաբար, տարբեր մարդկանց մոտ տարբեր պարբերականությամբ եւ արտահայտվում է անգինաներով։ Անգինան արդեն իրենց ներկայացնում է քրոնիկ տոնզիլիտի սրացում, որը երկարատև մի քանի անգամ կրկնվելու դեպքում արդեն բերում է դեկոմպենսացիայի։
Այսինքն պաշտպանողական ֆունկցիաները, որը որ կատարում են մեր քմային նշիկները, դրանք աստիճանաբար նվազում են եւ process-ը արդեն վերածում դեկոմպենսացված վիճակի։ Ինչով է պայմանավորված այս հիվանդության այսքան տարածված լինելը բժիշկ եւ տեսանյութի մեջ էլ նշվեց, որ հատկապես երեխաները եւ երիտասարդներն են այս հիվանդության թիրախում, մեծահասակների մոտ էլ բնականաբար հանդիպում է, բայց ինչն է պատճառը, որ հատկապես այս տարիքային խմբի մարդիկ են ավելի շատ հիվանդանում քրոնիկ տոնզիլիտով։ Տարածվածությունը նախ եւ առաջ պայմանավորված է նրանց տեղակայումով եւ անատոմիական առանձնահատկություններով, քանի որ տեղակայված են բերանի խոռոչում, ըմպանում, այսինքն նրանք առաջինն են որպես մուտքի դարպասներ հանդիսանում է բերանի խոռոչը եւ առաջինն են շփվում ինֆեկցիայի աղբյուրի հետ։ Եվ ինչպես գիտենք, բերանի խոռոչը ինքը նույնպես ոչ ստերիլ միջավայր է եւ կան տարբեր տեսակի միկրոօրգանիզմներ, որոնք մշտապես առկա են բերանի խոռոչում, ահա սա է պատճառը եւ տարբեր արտաքին ազդակների ազդեցության տակ ընդհանուր մրսածություն, իմունիտետի անկում, նյարդային վեգետատիվ համակարգի անկում, ստրեսներ բերում են վերնշված process-ների, հիվանդությունների զարգացման։ Նույնիսկ ստրեսները կարող են բնականաբար նյարդային համակարգի հյուծվածությունը, գերլարումը, երկարատև ստրեսը բերում է քրոնիկ ինֆեկցիաների զարգացմանը արտահայտվելուն, այսինքն նրանք գլուխ են բարձրացնում հատկապես այդ շրջանում։ Այս հիվանդությունը որևէ սեռային տարբերակում չի ճանաչում, ասենք թե ավելի շատ հիվանդանում են տղա երեխաները, թե աղջիկները, թե կա վիճակագրություն նաև այդ։ Ոչ, այդպիսի վիճակագրություն չկա։ Հիմնականում հանդիպում են եւ աղջիկների, այո, երկու սեռերի մոտ համաչափ։ Բժիշկ, խնդրում եմ ասեք, թե որոնք են այն ամենահիմնական ախտանշանները, որ պիտի հուշեն մարդուն, որ իր մոտ հենց այս հիվանդությունն է։ Խոսքը վերաբերում է քրոնիկ տոնզիլիտին, որովհետև սուր իրավիճակներում բոլորս լավ պատկերացնում ենք, որ դա նշիկների վրա թարախային բշտերի արկայությունն է, ջերմության բարձրացումը, իսկ քրոնիկի համար կա ինչ-որ հիմնավոր ախտանշանների խումբ։ Կան ախտանիշային տեղային եւ ընդհանուր բնույթի ախտանիշներ, որոնք մեզ թույլ են տալիս ախտորոշել քրոնիկ տոնզիլիտը, հիմնականում հիվանդների գանգատը դա լինում է ոչ բարձր թվերի վրա ջերմություն, ընդհանուր թուլություն, շատ հաճախ նշում են հոդացավեր, նշում են իմունիտետի անկում, այսինքն շատ հաճախ ասում են, որ ամեն մի փոքր ինչ որ պատճառից, մրսածությունից անմիջապես հիվանդանում են, ջերմում են եւ օտար մարմնի զգացողություն, կոկորտում, հատկապես կլմանակտի ժամանակ քերոցի զգացողություն, երբեմն ավելի ուշադիր հիվանդները, որոնք պարբերաբար ուսումնասիրում են բերանի խոռոչը, նշում են սպիտակ կետերի առկայություն քմային նշիկների վրա, երբեմն նույնիսկ տհաճ հոտի առկայություն բերանի խոռոչից։ Այո, եւ փաստորեն այդ ախտանշանները մեկ այլ հիվանդության հետ չի կարելի շփոթել։ Չէ, բնականաբար կարելի է հիմնականում սուր շրջանում շփոթել այլ հիվանդությունների հետ, բայց օրինակ որ հիվանդության հետ։ Նու անգինաները հնարավոր է շփոթել տարբեր տեսակի ոչ սպეციფიկ ինֆեկցիոն հիվանդությունների, ընդհանուր մինչև արյան համակարգային հիվանդությունների ժամանակ առկա փոփոխությունների հետ, բայց քրոնիկ տոնզիլիտը հիմնականում տեղային սիմպտոմատիկան արդեն զննելիս, հիվանդի բուժումը անցնելիս արդեն մասնագետի համար պարզ է դառնում։ Այդ թվում նաև մեզ օգնում են հարակից կլինիկական լաբորատոր հետազոտությունները, որոնք անպայման արվում են, որպեսզի ստույգ ախտորոշման մեջ մեզ օգնում են հասկանալու կա արդյոք փոփոխություններ հիվանդի արյան մեջ եւ այլ ինչ որ ավելի շուտ հերքում եք փաստորեն արյան մեջ կատարվող փոփոխությունները հաստատելու համար քրոնիկ տոնզիլիտի առկայությունը եւ ամեն անգամ այդ հետազոտություններին դուք
դուք ուղարկում եք մարդկանց, որպեսզի հստակ ախտորոշում դրվի քրոնիկ տոնզիլիտի մասին, թե միայն այդ նկարագրությունը եւ բժշկի աչքը, ինչպես ասում են, բավական է լինում։ Հիմնականում, որպեսզի չլինենք, խոսենք փաստերով, հիմնականում ավելի հաճախ կարիք է լինում հետազոտել հիվանդին։ Իսկ եթե կան որոշակի կասկածներ կամ անպայման լսում ենք հիվանդին, նրա անամնեզը, հիվանդության կյանքի անամնեզը, եւ եթե գտնում ենք, որ կարելի է սպասել, որովհետեւ ինչ որ միջամտության դեռևս չդիմել, ապա խորհուրդ ենք տալիս գտնվել հսկողության տակ եւ դիմել հաջորդ սրացման ժամանակ, որպեսզի մենք ավելի ստույգ կարողանանք կողմնորոշվել։ Այո, բժիշկ, քրոնիկ տոնզիլիտի ժամանակ դուք նշեցիք, որ հենց քմային նշիկներն են հայտնվում հիվանդության թիրախում, հա, այսինքն այստեղ են կատարվում հիմնական process-ները, բայց իրականում դրանք, ինչպես դուք ասացիք, մեր օրգանիզմի համար դարպասներ են համարվում, որոնք թույլ չեն տալիս այս կամ այն ինֆեկցիայի մուտքը օրգանիզմ։ Խնդրում եմ ասեք, որն է այն սահմանը, ինչպես է որոշվում, որ ահա այս դեպքում արդեն այս նշիկը կորցրել է իր կենսունակությունը եւ ավելի շատ խանգարում է, քան օգնում։ Սահմանը որոշել բավականին բարդ է, եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր դպրոց, այսպես ասած, ունի իր մոտեցումը, թե արտասահմանյան, թե նախկին խորհրդային, թե մեր հիմնականում առաջնորդվում ենք անգինաների հաճախականությամբ, լաբորատոր քննություններով, տեղային սիմպտոմներով, որոնք քրոնիկ տոնզիլիտի դեպքում առկա են, նույնպես եմ կրկնում հիվանդի անամնեզով, կյանքի, հիվանդության եւ անպայման նաև լաբորատոր քննությունների դեպքում շատ հաճախ դիմում ենք քսուկների, էքսպրես տեստերի օգնությանը, որոնք թույլ են տալիս հայտնաբերել համապատասխան հարուցիչը բերանի խոռոչում եւ նշիկների վրա։ Խնդրում եմ այդ մասին մի փոքր ավելի մանրամասն, ինչ քսուկներ են դրանք, վերցվում են հենց նշիկների վրայից, բերանի խոռոչից, լորձից, այո, երբեմն նշիկների վրա առկա սպիտակ, գորշավուն այդ պարունակությունից, լաբորատոր քննություններ են, որոնք մեզ թույլ են տալիս որոշել տվյալ դեպքում հարուցչի տեսակը, նրա զգայունությունը այս կամ այն անտիբիոտիկների նկատմամբ, նրանց տիտրը, այսինքն քանակը, այո, որով որ արդեն մեզ թույլ է տալիս կողմնորոշվելու հետագա բուժման տակտիկայի մեջ։ Այո, մինչև բուժման ձևերին անդրադառնալը, լսենք մեր հեռուստադիտողի զանգին, նա արդեն կապի մեջ է, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես հարց ունեմ։ Ականջիս ստուգման եմ մնացել ականջիս համար։ Ինձ ասել է թրկացաղանթը ամբողջական չի։ Ինչ է նշանակում դա։ Հնարավոր է վերականգնվի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, իհարկե քրոնիկ տոնզիլիտի հետ կապ չունի, բայց հեռուստադիտողը տեսնում է, որ քիթ կոկորտ ականջաբան է մեր հյուրը եւ խնդրեմ ձեր պատասխանը։ Շնորհակալություն հարցի համար, դա նշանակում է հարգելի հեռուստադիտող, որ թմբկաթաղանթը ինչ-ինչ պատճառներով պատրվել է, դա կարող է լինել եւ տրավմատիկ, եւ քրոնիկ երկարատև ընթացք ունեցող օծիտների հետևանք, եթե նշել է բժիշկը, որ ամբողջական բացակայում է թմբկաթաղանթը մեծ մասը, ապա վերականգնումը հնարավոր է վիրահատության միջոցով։ Այո։ Եթե թմբկաթաղանթի պերֆորացիան, այսպես մասնագիտական տերմինով ասենք, մեծ չէ, ապա հնարավոր է փորձել վերականգնել հատուկ թաղանթների, մեմբրանաների միջոցով եւ ինչպես նաեւ համապատասխան կոնսերվատիվ դեղորայքային բուժման միջոցով։ Այսինքն այնուամենայնիվ վերականգնումը հնարավոր է։ Այո, վերականգնումը հնարավոր է, եթե դա նույնիսկ մեծ դեֆորմացիա է, մեծ պերֆորացիա է, դեֆեկտ, վերականգնումը հնարավոր է վիրահատության միջոցով։
Բժիշկ, վերականգնումից հետո որքան է հավանականությունը այդ process-ի, եթե դա քրոնիկ process-ի արդյունք էր, հա, կրկնության, այսինքն եթե օրինակ այդ արհեստական թաղանթն է տեղադրվել, այդտեղ նույնպես հնարավոր է, որ կրկին օտիտի process-ներ զարգանան։ Վերականգնումից հետո դա կլինի վիրահատական, թե ոչ վիրահատական, շատ մեծ նշանակություն ունի հիվանդի խնամքը, պետք է լինել շատ ուշադիր, որովհետև վիրահատված թե չվիրահատված ցանկացած մարդու մոտ կարա լինի ականջի բորբոքում, այսինքն օտիտ, վերին շնչուղիների բորբոքում, տարբեր տեսակի հարբուխներից առաջացած, որը որ կբերի նորից միջին ականջում բորբոքային process-ի առաջացմանը, եւ քանի որ քրոնիկ օտիտների դեպքում արդեն ավելի հակված է ականջը հիվանդության, այսպես ասենք, ապա կրկնվելու հավանականություն կա եւ նույնիսկ եմ նշում, պետք է լինել շատ ուշադիր, հետեւողական, խուսափել հիմնականում տարբեր տեսակի վերին շնչուղիների վարակներից, ինֆեկցիաներից եւ օտիտներից, հատկապես ցուրտ եղանակներին անպայման պետք է հետեւողական գտնվել։ Այո, արհեստական թաղանթը տեղադրելուց հետո լսողությունը լիովին վերականգնվում է, եթե հետագայում նման բարդություններ նորից չեն լինի։ Գիտեք, եթե կա թմբկաթաղանթի պերֆորացիա, լսողությունը բնականաբար իջնում է, բայց ոչ այնքան, որքան որ դուք պատկերացնում եք, այո, եւ կարող է լինել նույնիսկ աննշան, եթե իհարկե դա երկարատև քրոնիկ process չի եւ չի բերել այլ բարդությունների, որոնք հնարավոր է որ ավելի ազդեն լսողության վրա, քան թաղանթի դեֆեկտը։ Հասկանալի է։ Էլի ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ։ Խնդրում եմ մի հարց ունեմ, քրոնիկական տոնզիլիտի ժամանակ հնարավոր է ռոյեն բարձր լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, սա այն կատարվող հետազոտություններից էր, որը ես քիչ առաջ նշեցի, որ արյան ընդհանուր քննության միջոցով, այդ թվում նաև հեռուստադիտողի նշած քննության միջոցով մեզ պարզ է դառնում կա արդյոք որևիցե բորբոքային process օրգանիզմում թե ոչ եւ եթե բարձր է լինում տիտրը ցուցանիշը ապա անպայման ժխտելով տարբեր բնույթի ինֆեկցիաներ տարբեր օրգանների կողմից կարելի է եզրակացնել որ դրա պատճառը կապված է տոնզիլիտի հետ եւ նույնիսկ բնորոշ Բժիշկ, մեր առանձնացրած հարցերից հեռուստադիտողների այս մեկն ընթերցեմ, հա, նա գրում է 8 տարեկան երեխայի մոտ տարվա մեջ մի քանի անգամ անգինա է կրկնվում եւ մեր տեղի բժիշկն ասաց, որ պետք չէ հեռացնել նշիկները, որովհետեւ դրանք շատ անհրաժեշտ են օրգանիզմին, բայց երեխան անդադար հիվանդանում է։ Խնդրում եմ ասեք, այն հարցն է գրեթե ինչին մենք սկսեցինք անդրադառնալ, թե երբ է ի վերջո կայացվում այդ որոշումը հեռացնելու մասին։ Դուք նշեցիք, որ դա հաճախականության հետ եք ավելի շատ կապում եւ որն է այդ սահմանը, հա, տարվա մեջ քանի անգամ, որպեսզի հեռուստադիտողը իր հարցի պատասխանը լսի։ Շնորհակալություն հարցի համար, հարգելի հեռուստադիտող, նորից պետք է նշեմ, որ հաճախականությունը տարվա ընթացքում անգինաների շատ մեծ նշանակություն ունի եւ ըստ տարբեր մոտեցումների, տարբեր գրականության տվյալների, տարբեր երկրների տվյալների ներկայումս ընդունված է, որ տարվա ընթացքում 2-ից ավել անգինաները, եթե դա հաստատված, ախտորոշված անգինա է, դա համարվում է շատ։ 2-ից? Այո։ Տարվա ընթացքում։ Այո, եւ պետք է անպայման նույնպես եմ նշում, պետք է դա լինի ախտորոշված բժշկի կողմից հետազոտությունների արդյունքում Բժիշկ իսկ նշանակություն ունի, թե ձեր նշած այդ մանրէաբանական հետազոտությունից ինչ է պարզվել այնտեղ, ինչ հարուցիչ է եւ այլն, դա նույնպես կարող է հետագա տակտիկայի վրա անդրադառնալ, ի վերջո հեռացնում եք նշիկները, թե կոնսերվատիվ բուժում եք։ Եթե որոշում եք կայացվում հեռացնել նշիկները, ապա
այդ մանրաբանական հետազոտությունը հետագա բուժման համար ոչ, քանի որ դա հիմնականում կատարվում է կոնսերվատիվ բուժման նպատակներով, այսինքն որպեսզի ընտրենք որ խմբի անտիբիոտիկն է կիրառվելու։ Եթե վիրահատությունից հետո անհրաժեշտություն է լինում նշանակել, ապա արդեն ընտրվում է հիմնականում արդեն բժշկի հայեցողությամբ կամ տվյալ հիվանդի հիվանդության պատմության եւ լաբորատոր քննությունների արդյունքներից ելնելով։ Այո։ Քանի որ մինչ վիրահատությունը անպայման վստահ եմ, որ նա անցնում է քննություններ, հետազոտություններ եւ բուժող բժիշկը, վիրահատող բժիշկը քաջատեղյակ են հիվանդության բնույթի, հարուստի տեսակի, հետեւաբար դժվարություն չի ներկայացնում անտիբիոտիկի ընտրությունը։ Այո։ Բժիշկ, մենք լավ գիտենք, որ քիթ, կոկորտ, ականջաբանական հիվանդությունները հենց համախմբված են մեկ ոլորտի մեջ, որովհետև այս օրգանները շատ սերտ կապված են իրենց անատոմիական դիրքով եւ մարդու կառուցվածքով։ Խնդրում եմ ասեք, հնարավոր է, որ այդ միկրոբները, որոնք ասենք թե հայտնաբերվել են նշիկների վրա, տարածվեն նաև մյուս օրգաններում, նկատի ունեմ քիթմպանային հատվածը կամ դեպի ականջ, ինչ որ նույն ինֆեկցիան գնա, եւ եթե այո, այդ դեպքում նշիկները հեռացնելով մենք հնարավոր է տանք շանս նրանց զարգանալ այլ օրգաններում։ Բնականաբար ինֆեկցիան հնարավոր է հայտնվի նաև քիթմպանում, քթի խոռոչում, որոշ դեպքերում երբ արդեն process-ի մեջ ընդգրկվում է ականջը, բնականաբար կարող է հայտնվել նաև ականջում, նախորդ նշած հարցի դեպքում հեռուստադիտողի, եթե դա քրոնիկ կամ սուր օտիտի պատկեր է։ Իսկ ինչ վերաբերում է բուժումից հետո նրանց տարածմանը չի կարելի միանշանակ պատասխանել, քանի որ եթե կա ցուցում հեռացնելու, ապա մտավախություն ունենալ, որպեսզի միգուցե մենք տարածենք ինֆեկցիան հեռացնելուց հետո մյուս օրգան համակարգերում եւ դրանից ելնելով բուն ինֆեկցիան թողնենք բերանի խոռոչում, դա նպատակահարմար չէ։ Անպայման պետք է համատեղել վիրահատական եւ կոնսերվատիվի հետ, այո։ Այո, մենք նաև ադենոիդ վեգետացիայի մասին ենք խոսել հեռուստադիտողներին, խնդրում եմ ասեք, թե նախ այդ հիվանդությունների միջև կա ինչ-որ կապ, որովհետև քիչ չեն դեպքերը, երբ վիրահատության ժամանակ նշիկները հեռացնելուց բժիշկն ասում է, որ կարիք կար նաև ադենոիդ վեգետացիան եմ հեռացրել, մեկը մյուսի հետ ինչ-որ կապ ունի, թե պարզապես առիթը բաց չեն թողնում։ Ոչ, բնականաբար ունի կապ, քանի որ անգինաների կամ քրոնիկ տոնզիլիտի առաջացման պատճառներից, ֆակտորներից մեկը նաև դա դժվարացած քթային շնչառությունն է, կոնկրետ տվյալ դեպքում քննարկենք երեխաների մոտ, որոնց մոտ առկա է լինում ադենոիդ հյուսվածքի գերաճ, ապա ինչպես նշեցիք, վիրահատության ընթացքում հիմնականում համատեղվում է վիրահատությունները, որպեսզի խուսափել բարելավել քթային շնչառությունը, լավացնել, որպեսզի խուսափել Տոնզիլիտը տանում է քթային շնչառության վատացման, քթային շնչառության վատացումը բերում է պարբերաբար բերանային շնչառության, որը ոչ ֆիզիոլոգիական է, այսինքն ճիշտ չէ եւ օդը չի անցնում այն բոլոր ուղիները քթի, որով որ նա պետք է մաքրվի, խոնավանա եւ անմիջապես մուտք է գործում բերանի խոռոչ։ Այո։ Եվ այդ ազդեցության ներքո առաջացնում է նշիկների բորբոքում կամ գերաճ կամ տարբեր տեսակի այլ բարդություններ։ Այսինքն ադենոիդ վեգետացիան կարող է բերել նշիկների հիվանդության։ Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ հնարավոր լինում սահմանափակվել միայն ադենոիդ հյուսվածքի հեռացումով։ Այո։ Եթե չկան անամնեզում հաճախակի անգինաներ եւ լաբորատոր քննությունները նույնպես վկայում են, որ դա բացակայում է, ապա ադենոիդ հյուսվածքի հեռացումից հետո
հիվանդին դինամիկ հսկողության դեպքում մենք հայտնաբերում ենք, որ նրա մոտ գանգատները, որոնք քիչ թե շատ առկա էին նշիկների կողմից, դրանք աստիճանաբար նվազում են։ Իսկ լինում է, որ նշիկները հեռացվի, բայց ադենոիդ վեգետացիան ոչ եւ կանգնի դրա աճը։ Ադենոիդ հյուսվածքի աճը կապ չունի նշիկների հեռացնելու առկայության։ Նա այնպես թե այնպես, եթե մեծանալու է, կմեծանա։ Մեծանում է հիմնականում առկա լինում փոքր հասակի երեխաների մոտ, նրա չափսերի փոփոխությունը կապված է հենց բուն ադենոիդ հյուսվածքի բորբոքման, քրոնիկ ադենոիդիտների հետ, որը արդեն իր հերթին բերում է ականջի, միջին ականջի բորբոքային process-ների զարգացման։ Այո։ Այսինքն խանգարում է մեր բնական ուղիների այդ վենտիլյացիոն մեխանիզմը, որը կապում է միջին ականջը քթի խոռոչի հետ։ Այո, հեռուստադիտողներից մեկի հարցն էլ, որ ես առանձնացրել էի, հենց այդ ադենոիդ վեգետացիայի մասին էր։ Նա ասում է, ճիշտ է, որ մինչև 7 տարեկանը երեխայի քթի ավելմիսը, ինչպես մեր ժողովուրդն է սիրում ասել, սխալ է հեռացնել, որովհետև դա կկրկնվի։ Կրկնվելու հավանականություն ունի ադենոիդ հյուսվածքի մասին է խոսքը, սակայն եթե ախտորոշված եւ դասակարգված չափսեր կան ադենոիդ հյուսվածքի վերաբերյալ, եթե կա ցուցում հեռացման, ապա մտավախություն ունենալ, որպեսզի հետագայում դա կկրկնվի եւ պահել երեխային վատ շնչառությամբ, դա ճիշտ չէ։ Այո։ Քանի որ դա բերում է դիմային գանգի, ոսկորների զարգացման, խախտումների, նշեցի ոչ միշտ, սակայն շատ հաճախ միջին ականջի բորբոքային process-ների, որոնք նույնիսկ եթե հետո կրկնվելու շանս լինի, պետք է այդ պահին։ Նույնիսկ եթե հետո կրկնվելու շանս լինի, այո, պետք է հեռացնել, եթե կա ցուցում։ Իսկ շատ են լինում կրկնության դեպքերը։ Շատ չեն լինում, հիմնականում չեն լինում, կարող եմ ասել։ Դա տարածված կարծիք է, ես կարծում եմ նախկին ավելի շատ խորհրդային միության եւ բժշկական դպրոցից է մնացել։ Քանի որ նախկինում վերոյշալ վիրահատությունները կատարում էին ոչ ընդհանուր ազգացմամբ, այլ տեղային եւ տհաճ ցավոտ process էր եւ հեռացնելը ոչ հաճախ էր ստացվում, հաջողվում, այդ իսկ պատճառով լինում են նաև ռեցիդիվներ, այսինքն կրկնվում էր հիվանդությունը։ Ներկայումս, քանի որ դա կատարում է ընդհանուր ազգացման տակ, պրակտիկապես նման խնդիր կրկնվելու չենք ունենում։ Նշիկների դեպքում նույնպես ընդհանուր անզգայացումն է լինում։ Այո, հասկանալի է։ Մենք այստեղ նույնպես ստացել ենք հարց բժիշկ, հեռուստադիտողը գրում է, հայրիկս 64 տարեկան է, մի քանի օր առաջ նրա ականջի հետնամասում փոքրիկ ուռուցքանման բան հայտնվեց եւ բժիշկներն ասացին, որ դա այսպես ասած չի բան է։ Խնդրում եմ ասեք ինչ է դա եւ կարելի է դա պարզապես կտրելով հեռացնել, թե պետք է դեղերով բուժել։ Դա միանշանակ պետք է նայելով կողմնորոշվել, քանի որ դա կարող է լինել մեծացած լիմֆատիկ հանգույց, խցանված ճարպային գեղձ եւ մազարմատ, որը որ բերում է այդ Չիբան կոչվածը մազարմատի։ Դա այո, մազարմատի բորբոքումն է, որը որ թարախակալվում է եւ վերածում անցնում է փուլերի, ֆուրունկուլ, կարբունկուլ։ Այո։ Եթե իմ նշած process-ներն են, անպայման նրանք իրենց համապատասխան փուլում պետք է անցնեն փոքր վիրաբուժական միջամտությամբ, այսինքն պետք է բացել, իսկ եթե դա դեռ զարգացման փուլում է գտնվում, հնարավոր է կոնսերվատիվ միջոցներով կանխել։ Այո։ Գործը չհասնի վիրահատական թեկուզ ամպուլատոր, բայց վիրահատական։ Այսինքն ձեր նշած 3 տարբերակների դեպքում էլ հնարավոր է փոքր վիրահատական միջամտության կարիք լինի եւ չիբանի եւ ավշային հանգույցներ եւ ճարպային հանգույցներ։ Ավշային հանգույցի դեպքում ոչ, ավշային հանգույցները տվյալ դեպքում ավելի շատ խոսքս վերաբերվում էր մազարմատի կամ ճարպային գեղձի, որը որ սուր բորբոքումից հետո հնարավոր է նա մնա
մեծացած չափսերով եւ շատ հաճախ լինում է, որ հիվանդները շոշափում են, միկրոտրավմաներ են ենթարկելով այդ ծորանները, որը որ բերում են նրանց խցանման եւ փոքրիկ գոհացությունների տեսքով նրանք առկա են լինում եւ հեռացնելուց բարձ է դառնում, որ դա եթե սուր process չի, դա ճարպային փոքրիկ հանգույցներ, գոհացություններ են լինում։ Այո, բժիշկ, էլի ունենք այստեղ հարց Հեռուստադիտողը գրում է աղջիկս 14 տարեկան է եւ հունվար ամսվա սկզբին նրա 2 ականջի հետևում այդ թմբիկների վրա եղունգի չափ փոքրիկ ուռուցքներ հայտնաբերվեցին։ Սկզբում մի փոքր ջերմություն ուներ, բայց հետո ջերմություն ընդհանրապես չունեցավ, բայց երեխան անհանգստանում է ցավից այդ հատվածում։ Բոլոր հետազոտություններն անցել են ընդհուպ մինչև մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, որևէ կոնկրետ ախտորոշում այդպես էլ մենք չունենք եւ չգիտենք ինչ անել։ Լոր բժիշկը մի քանի անգամ լվացումներ է կատարել նշիկների հատուկ հեղուկով, որն ընտրել է այդ միկրոֆլորան որոշելուց հետո, ինչի մասին խոսում էր ձեր բժիշկը։ Մի պահ կարծես ամեն ինչ հանգստացել էր, բայց նորից այդ հետականջային փոքրիկ ուռուցքները անհանգստացնում են մեզ։ Ինչ կարող է դա լինել։ Եթե process-ը երկկողմանի է, նախ պետք է հասկանալ, թե ինչ կառուցվածքի են այդ թմբիկները, կոշտ թե փափուկ հյուսվածքային, դրանք կարող են լինել մեծացած ավշային հանգույցներ, որոնք ինչպես նշեցինք, այո, քրոնիկ տոնզիլիտի, ադենոիդների դեպքում առկա են լինում եւ անպայման պետք է հերքել ականջների կողմից ականջների պաթոլոգիաները հիվանդի հետազոտությունը նայելուց հետո պետք է հասկանալ արդյոք վերոհիշյալ օրգան համակարգերը ընդգրկված են կոմպյուտերային տոմոգրաֆիա ասեցիք, հա։ Այո, MRT, մագնիսառեզոնանսային հետազոտության մեջ, թե ոչ։ Եթե նա մանրամասն չի գրել, թե որ հատվածներն են նայել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով, բայց գրել է, որ որևէ բան այդպես էլ չի հայտնաբերվել, կարծում եմ պետք է որ նայի վեր։ Այսպես նշելով միայն ինչի հետ կարող եմ կապել, դա մեծացած լիմֆատիկ հանգույցներ, որոնք շատ հաճախ են լինում այդ հատվածում եւ պետք է փնտրել օջախը։ Հասկանալի է։ Բժիշկ, մեր ժամանակին քիչ մնաց մեր եթերին, խնդրում եմ վերջում ձեր խորհուրդը, եթե ասենք թե երեխան կամ երիտասարդ մարդը, հա, գնացել է քրոնիկ տոնզիլիտի դեպքում նշիկների կամ ադենոիդ վեգետացիայի դեպքում մյուս վիրահատությանը, խնդրում եմ ասեք, թե հետո ինչպես պետք է պահի իրեն, որպեսզի վիրահատության արդյունքները, ինչպես ասում են, ջուրը չլցվեն եւ ինքն էլ գոհ լինի, բժիշկն էլ կատարված աշխատանքից։ Հետ վիրահատական շրջանում լսել վիրահատող բժիշկի խորհուրդները, հետ վիրահատական շրջանին բնորոշ բարդություններից խուսափելու, արյունահոսություն, այլ բորբոքային բարդություններ, իսկ արդեն ավելի ուշ շրջանների համար զբաղվել իմունիտետի, տեղային ընդհանուր իմունիտետի բարձրացմամբ, դա կլինի սպորտի, սննդի, աշխատանքի կազմակերպման միջոցով։ Կան ինչ-որ սպորտաձևեր, որ խորհուրդ չեք տալիս վիրահատությունից անմիջապես հետո կամ նույնիսկ ավելի երկար ժամանակ անց։ Բնականաբար վիրահատությունից անմիջապես հետո ոչ մի սպորտաձև խորհուրդ չենք տալիս։ Հատկապես բոքս։ Այո։ Իսկ ավելի ուշ շրջաններում սահմանափակումներ չկա։ Հասկանալի է։ Շատ շնորհակալ եմ բժիշկ հետաքրքիր զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերքի համար։ Շնորհակալություն ուսամ մեր հեռուստադիտողները, ովքեր ավելի վաղ էին ուղարկել հարցերը, լսեցին իրենց հարցերի պատասխանները։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում էր քիթ կոկորտ ականջաբան, Երևանի պետական բժշկական համալսարանի քիթ կոկորտ ականջաբանական հիվանդությունների ամբիոնի դասախոս Արթուր Պողոսյանը եւ մենք խոսում էինք տոնզիլիտի եւ ադենոիդ վեգետացիայի մասին, դրանք մեր իմացած անգինան եւ ինչպես ասում են քթի ավել միսն են եւ բժիշկն ասաց, որ գոյություն ունեն կոնկրետ սահմաններ, թե երբ է որ հիվանդությունը բուժվում է դեռ դեղորայքային միջոցներով եւ երբ է որ անհրաժեշտություն է ծագում
վիրահատության, կոնկրետ անգինայի դեպքում, եթե տարին միջազգային ցուցանիշներով արդեն 2 անգամից ավել, ինչը շատ մի փոքր զարմանալի է, երեխան մարդը հիվանդանում է հաստատված դիագնոզով անգինայով, պետք է վիրահատություն կատարվի եւ վիրահատությունից հետո էլ նկատի ունեցեք, որ կան կանոններ, որոնք ձեզ կհուշի անմիջապես ձեր բժիշկը, որ պետք է անպայման պահեք։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, հանդիպելու ենք վաղը մեր նույն ժամին, առողջ եղեք։